Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ փորձում ենք լուսաբանել գործարար ոլորտում, ստարտափ ոլորտում, բիզնես կրթության ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին եւ նորություններին։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվա մեր եթերը մենք այսպես լուսաբանում ենք Meridian Expo կենտրոնից, քանի որ ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ից մինչև 6-ը Digitech Expo-ն է եւ այստեղ մեկ հարկի ներքո են հավաքվել տեղեկատվական ոլորտի բոլոր ընկերությունները, ներդրողները, ստարտափերը եւ ուզում եմ շատ մեծ սիրով իմ այսօրվա հյուրին ներկայացնեմ Սամսոնի Նավետյան, ողջույն Սամսոն։ Բարի օր ձեզ։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ դուք հանդիսանում եք Equify ներդրումային ընկերության տնօրենը։ Մենք ամիսներ առաջ մեր հաղորդումներից մեկի ժամանակ անդրադարձ ենք կատարել ընդհանուր ֆինանսական ներդրումներին, ստարտափ ոլորտում ներդրումների առանձնահատկությանը, բայց ինքս իրազեկված եմ, որ հենց Digitech-ի շրջանակներում դուք հրապարակեցիք, նաև Equify ընկերության մասին, նաև ունեք շատ ներդրումային նախագծեր։ Կուզենամ մի փոքր ավելի մանրամասն եւս մեկ անգամ ներկայացնենք ընկերության մասին, այնուհետև կասենք ներդրումային ծրագրերին։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալություն հյուրընկալելու համար։ Այո, Digitech-ում մեր պաշտոնական մեկնարկը տրվեց ընկերության։ Շատ լավ է, որ ով մասնակցում է Digitech-ին կարող է տեսնել, որ ֆինանսական եւ ներդրումային ուղղությունով շատ մեծ գործ է տարվել Digitech-ի միջոցով։ Մենք ունենք հատուկ սրահ ներդրումային ուղղությունով, այսինքն տարբեր կազմակերպություններ են ներկայացված։ Այստեղ նաեւ շեշտը դրվում է, որ մեր որպես հանրություն խնայողությունների ֆինանսական զարգացման եւ ներդրումային զարգացման առումով մեծ առաջընթաց ունենք անելու, այսպես ասած, եւ ուրախ ենք, որ մենք եւս դրա մասն ենք կազմում, օրինակ նոր պանել ենք ունեցել հենց ֆինանսական գրագիտության առումով, թե ինչքանով է դա կարևոր, ինչ նախաձեռնություններ են արվում տարբեր տեղերից եւ այդ ամեն ինչը բավականին հուսադրող է ու մեր մոտ, այսպես ասած, ինչ-որ չափով տրենդը փոխվել է, այսինքն դեպի ավելի զարգացած ֆինանսական ուղղությունով են գնում, թե որպես անհատներ, թե որպես նաեւ ընդհանուր համակարգ։ Ու ասենց ասեմ, այն գործունեությունը, որ մենք ենք ծավալում, որպես կազմակերպություն Equify-ը, բոլոր երկրները չէ, որ ունեն այսպիսի ներդրումային ընկերություններ, այսպիսի զարգացման մակարդակ ունենք, ու Հայաստանում դա ինչ-որ չափով շատ մեծ քայլ է որպես երկիր, որը ես կարծում եմ որպես տնտեսություն, որպես ստարտափային ոլորտ, որպես ընդհանուր ներդրումային մշակույթ շատ մեծ զարգացման sense քայլ առաջ են արել այս վերջի դե ժամանակ աշխատանք շատ երկար ա եղել, բայց այսօր այդ պաշտոնական բացումն է։ Շատ լավ, Սամսոն, շատ կարճ կնշեք գաղափարն ինչպես է ծնվել, այսինքն ինչպես եք որոշում կայացրել, որ հենց պետք է այս ուղղվածությամբ ստեղծեք ընկերություն եւ ամենակարևորը ինչպես եք որոշել, որ իր հրապարակումը հենց Digitech-ի ժամանակ պետք է իրականացնեք, հա, ինչ որ հստակ ռազմավարություն կամ մտայնություն եղել է։ Տեսեք, կազմակերպությունը ներդրումային ընկերություն է, որը հնարավորություն է տալիս մեզ բոլորիս ներդրում անել մեր հայկական լավագույն ստարտափներում։ Հայկական ստարտափները այն ճյուղն են, որտեղ դրսից մասնագիտացած ներդրողներից ամենաշատ քանակով ներդրումներ է արվում։ Երբ որ նայում ենք, որ մասնագիտացած ոչ հայ ներդրողները ներդրում են անում Հայաստանում, ամենամեծ տեղը շատ մեծ տարբերությունով դա հայկական ստարտափներն են։ Հայկական ստարտափները ստեղծում են շատ արժեք, բայց այդ արժեքը ստեղծվել է մեծ ներդրողների համար, միջազգային ներդրողների համար ու ինչ որ չափով նաև հայկական։ Հիմա մենք ուզում ենք, որ մենք բոլորս կարողանանք այդ արժեք ստեղծելուն մասնակցել ու ֆինանսական իհարկե շահույթ ստանալ, բայց նաև ֆինանսական այդ մասը կրիտիկական, այսինքն տեխնոլոգիաները, ստարտափները, նորարարությունը, գիտությունը կրիտիկական է Հայաստանի համար ու դրանով մենք ուղղակիորեն որպես հանրություն մասնակցում ենք եւ խրախուսում ենք։ Ու ըստ դրա այդ առաքելությունը կազմակերպության ավելի լավ տեղ, քան Digitech-ը, որը կապում է տեխնոլոգիաները, ստարտափները ու նաև վերջերս ֆինանսական մասը ինչ-որ չափով, շատ լավ միջոցառում է, այլ միջոցառումներ շատ լավ կան, բայց իհարկե Digitech-ը դրանցի ամենաառաջատար շարքերում է, այսպես ասած։ Շնորհակալություն շատ, Սամսոն, հաջորդ կարևոր հարցն եմ ուղում նշել, վստահաբար կարող ենք ասել, որ հայկական ստարտափ էկոհամակարգը բավականին
փոփոխություններ է կրել ու նաև դեպի ավելի դրական ու զարգացման միտումով։ Կուզենայի մի փոքր խոսեիք նրա մասին, թե առաջին ինչպես եք ընտրում ստարտափերին, այսինքն ինչպես եք գտնում այդ ընկերություններին կամ անհատներին, որոնց մասով նաև որոշում եք կայացնում, որ պետք է անպայման ներդրում իրականացնենք, եւ երկրորդ կարևոր հարցը, ներդրումների ինչ չափորոշիչներ կան, այսինքն որ անհատները, որ ստարտափերը կարող են դիմել ձեզ, որպեսզի կարողանան անցնել այդ ընդհանուր ճանապարհով, հա։ Շատ լավ կարևոր հարցեր եք տալիս։ Մեր կարևորագույնը այն է, որ մենք ներողի շահերը պաշտպանելուց մի քանի տենց կարևոր սյուներ ունենք։ Առաջինը այն է, որ մեր մոտ ցուցակադրված են լինելու ստարտափներ, որտեղ արդեն իսկ ներդրում են արել մեծ ներդրողները, VC ֆոնդերը կամ մասնագիտացված մեծ ներդրողները։ Այսինքն որևէ ներողություն ոչ միայն Հայաստանից, այլ նաև միջազգային շուկայից։ Այսինքն մեր համար դա քրիտիկական է, որ այդտեղ արդեն ներդրում արած լինեն մեծ ներդրողներ։ Ու ըստ դրա մենք, քանի որ այդ վալիդացիան անցել է ստարտափը, այդ ժամանակ մենք արդեն դիտարկում ենք, ուսումնասիրում ենք իր ֆինանսական մասը, ղեկավարները եւ այլն due diligence կոչվածը անում ենք։ Բայց կարևորագույնը այն է, որ մենք բոլորս նորմալ մարդիկ, այսպես ասած, հանրությունը կարողանանք մասնակցենք նույն լավ բաներում, ինչ որ մեծ ներդրողները։ Բոլոր հարթակները տենց չեն գործում մեր տիպի դրսում, մեր տիպի հարթակ Հայաստանում չկա, բայց դրսում բոլորը տենց չեն գործում եւ մեր համար շատ կարեւոր էր, որ այդ առաքելությունը, այդ շեմը լինի, որպեսզի ներդրողներս բոլորս շատ մարդիկ են մեզ համար եւ ըստ դրա պետք է այդ շահերը պաշտպանենք։ Այդ ամենակարևորագույնն է, ինչ վերաբերվում է ստարտափներին, ոնց ենք ընտրում։ Ունենք 5 հոգի հանձնաժողով, որ ընտրում է ստարտափներին։ Իրենք VC ֆոնդի ղեկավար են, հրեշտակ ներդրողներ են, ձեռներեցներ են, այսինքն շատ փորձ ունեն այդ ոլորտում։ Ես ինքս մեծ ներդրողների հետ եմ աշխատել հրեշտակ ցանցի միջոցով արդեն 6 տարի։ Դες որ այդ փորձը մեր համար շատ կարևոր է, որ կիսվենք։ Ու կարևորը նաև այն է, որ այդ ներդրումները երբ որ անում ես, որպես անհատ, դու գրագետ ձևով ինֆորմացված, ավելի շատ sense ասեմ, գրագետը չեմ սիրում օգտագործել, ինֆորմացված լինես ինչ ես անում։ Ստարտափները իհարկե ռիսկային ներդրում է, ըստ դրա մեր համար շատ ամեն անգամ շեշտ ենք դնում, որ քո ունեցվածքի 5-10%-ից ավել չպետք է լինի ստարտափներում, դա առավելագույնը։ Մենք նույնիսկ ունենք գործիք, որը ցույց է տալի մեր հարթակում, եթե դու չափազանց շատ ես ներդրում արել ստարտափներում, կարող է մեզանից զանգ ստանալ։ Այսինքն դա բարոմետր է դրած։ Կանխարգելում է, այսինքն որ շարունակեք։ Կամ է զանգ ենք անում, ասում ենք արդյոք դու պատրաստ ես, չափազանց շատ մեծ ռիսկ է, մենք ստատիստիկայով ենք որոշում ինչքան է ունեցվածքը, բայց ինչևէ ներողի տեսանկյունից պետք է իհարկե հայկական լավագույն ոլորտներից մեկը խրախուսել, բայց նաև պետք է ներդրումներ անել այլ ավելի տրադիցիոնալ, ասենց ասած բաժնետոմսերում, պարտատոմսերում, ավաններում։ Այսինքն, բայց այդ 10%-ը շատ կարևոր է, որ մենք ստարտափներում անենք, որտեղ էլի տեխնոլոգիական ոլորտը քրիտիկական է ու իսկապես այնտեղ արժեք է ստեղծում։ Եթե դրսից ներդրողները ոչ հայ ներդրում են անում այդտեղ, ուրեմն ինչ որ բան կա ու արժեք ստեղծվում է։ Շատ լավ, Սամսոն, կնշեք ներդրումների նվազագույն չափը, այսինքն որքան միջոցներ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս այդ, ինչպես նշեցիք, հրեշտակ ներդրողների կամ VC ներդրողների ցուցակում ցուցակագրվել եւ սկսել ներդրումներ իրականացնել։ Կա նման շեմ։ Հիմա քանի որ մեր մոտ այս ներդրումային շարժումը այս վերջի 1-2 տարվա ընթացքում է ստեղծվել ու մեծ մասը մեզանից շատերը կարող է այդքան էլ այսպես ասած փորձ չունեն ներդրում անելու։ Մեր համար կարևոր էր, որ շեմը լինի նվազագույնը, որ մարդիկ փորձեն։ Այսինքն ու փորձը իհարկե մենք ասում ենք ստարտափը ռիսկային է STN, բայց ներդրումաշեմը 10,000 դրամ է։ Դա այսինքն մի հատ կաֆեի սեղանի բան է, հաշիվ փակելն է։ Ու ըստ դրա հարց առաջանում ինքը ռիսկ է, եթե դու հավելյալ մի հատ կաֆե ռեստորան գնաս, թե ավելի շատ ռիսկ է, երբ որ դու ստարտափում բաժնետոմ ձեռք բերես, որն է դրան այդ երկու տարբերակից ավելի ռիսկային է։ Որ մենք ցածր ենք շեմը դրել, որ մարդիկ կարողանան մասնակցել փորձ ձեռք բերել, շատ կրթական նյութեր կան հարթակում equify.com, այսինքն .com հարթակի բանը, շատ հեշտ է գրանցվել, ամեն ինչ տենց օպտիմալ ձևով սարքած է, որ մեր համար շատ կարևոր է, որ մարդիկ հաջողվեն։ Եթե ներդրում անում ես, պետք է հաջողվես, եթե չէ, ուրեմն հարթակի գրավչությունը կորում է, այսպես ասած։ Այստեղ մեկ կարևոր հարցի մասին եմ ուզում նաև զրուցենք, Սամսոն, տեսեք, վստահաբար կարող ենք ասել, որ մեզանում հատկապես
քանի որ ունենք եւ խորհրդային ժամանակաշրջանի սերունդ, նաեւ երիտասարդ սերունդ, հա, միլենիումներ, Generation Z, Alpha սերունդ, պետք է արձանագրենք այն փաստը, որ ներդրումներ իրականացնելու մշակույթը մեզանում ավելի ցածր է, այսինքն շարքային քաղաքացին կամ երիտասարդը, եթե նույնիսկ ունի ազատ դրամական միջոցներ, լավագույն դեպքում դա փորձում ենք կամ ավանդի տեսքով պահել, կամ, չգիտեմ, անշարժ գույքի մեջ ներդրում անել, այսինքն ստարտափ ոլորտում ներդրումներ իրականացնելու սովորությունը, իհարկե նաև գիտելիքն ու փորձը բավականին պակաս է։ Այստեղ դուք ձեր փորձով, խորհրդով ինչպես կկիսվեք, որ նույնիսկ երիտասարդները, հա, ովքեր ինչպես դուք նշեցիք, ունեն X գումար, 1-2 օր չայցելեն սրճարան եւ այդ գումարը ավելի հեռանկարային ներդրումների մեջ կարողանան գեներացնել։ Ինչ խորհուրդ կտաք։ Մեր համար, տեսեք, ես դրա համար եմ ասում, ֆինանսական գրագիտությունը սովորաբար չեմ օգտագործում, զուտ մարդիկ պետքա տեղեկացված լինեն։ Որոշ մարդիկ ինչ որ ժամանակի ընթացքում այլ երկրներում ինչ որ ինֆորմացիա են ստացել կրթության միջոցով, գրքերում, չգիտեմ, դպրոցում, գուցե մեր մոտ այդ մասը, չգիտեմ, նոր ենք սկսում անել։ Սա տեղեկատվության պակաս է։ Ներդրում անելիս ամենակարևորը այն է, որ մենք վաղ փուլում դա անենք, որտեղ ժամանակը աշխատում է մեր օգտին։ Այսինքն մենք գնում ենք քրտնաջան գործ ենք անում, գումար ենք վաստակում, ու այդ գումարը ոչ թե պետք է մենք սպառենք, հետո վտենանք ինչա մնացել է դա խնայենք, այլ պետք է սկզբից խնայենք, հետո սպառենք։ Խնայողությունը նույնը ինչ որ ներդրումն էլ նույնն է ինչ որ ապագան։ Այսինքն խնայողություն անելով, ներդրում անելով պետք է վաղ փուլում սկսենք, ժամանակը աշխատում, ինքը էքսպոնենցիալ է դառնում եւ ըստ դրա պետք է այն պորտֆելը ստեղծենք, պորտֆելի ստեղծելն էլ կարեւոր է, որ տարբեր գործիքներ լինեն, պարտատոմսեր, բաժնետոմսեր եւ մեր բարակայում նաեւ ստարտափներ։ Դժվար գործընթաց չի, բայց այդ քայլը պետք է արվի։ Ձեզ մոտ խորհրդատվության կտորը կա, որ սկսնակների։ Մենք շատ նյութեր ունենք YouTube-ում, LinkedIn-ում եւ այլն։ Ոնց որ նշեցի, մեր համար մենք նաև ասում ենք, տեսեք, մենք ձեզ այս 10% ենք տալիս, գնացեք, չգիտեմ, այս կազմակերպության կամ այն կազմակերպության կամ երրորդի հետ խոսեք, ձեր մնացած մասնաբաժինները փակեք, որովհետև շատ կարևոր է դիվերսիֆիկացիան։ Միակ տեղը, որ դու եկամտաբերություն չես կորցնում, երբ որ ռիսկերը նվազեցնում ես, դա դիվերսիֆիկացիան, այսինքն դիվերսիֆիկացիայի միջոցով եկամտաբերությունը նույնն է լինում, բայց ռիսկերը նվազեցվում են։ Շատ լավ, Սամսոն, նշեցիք, որ Equify ընկերության պաշտոնական մեկնարկը այսօր է եղել եւ դուք պորտֆելում ունեք արդեն բավականին ստարտափեր, որոնցում ներդրումներ եք իրականացրել։ Մի փոքր կնշեք նաեւ այս ընկերությունների մասին եւ նաեւ ինչպես եք տեսնում իրենց զարգացման ճանապարհը։ Այս պահին հարթակը մեկնարկված է, ունենք երկու ընկերություն, հեսա կնշեմ որոնք են։ Այս պահին մենք կազմում ենք, այսպես ասած, waiting list, այսինքն մարդիկ մտնում են, գրանցվում են։ Սպասման ռեժիմում են, այո։ Ու հետո արդեն կսկսենք ներդրումները, այդ մարդկանց ներդրումային հայտերը ուսումնասիրել եւ հաստատել։ Այդ ստարտափները երկուսն են, մեկը Viral Mango-ն է, շատերը գուցե կճանաչեք հիմնադրին, Ռեմը Դարփինյանն, այո, իհարկե։ Եվ մենք շատ շնորհակալ ենք Ռեմին եւ Viral Mango-ին, իրանք իհարկե շատ ավելի մեծ ներդրողներից են գումարներ հայտայտում, այնտեղ հայկական երկու VC ֆոնդ արդեն իսկ ներդրում արել, այս պահին իրանք գումարներ են հայտայտում միջազգային ներդրումային ֆոնդերից եւ ես ուրախությամբ կասեմ, որ շատ շնորհակալ ենք Ռեմին եւ Viral Mango-ին, որ իրանք ընձեռնել են այդ հնարավորությունը մեզ բոլորիս մասնակցել իրանց առաջընթացում։ Viral Mango-ն պետք է նշել, որ բավականին հետաքրքիր ուղղություն է ինֆլուենսեր մարքեթինգի մասով, շատ ժամանակակից։ Սա հարթակ է, որտեղ ամբողջ աշխարհի մարքեթինգի աշխարհը ուղղում է դեպի սոցիալական հարթակներ, ոնց դրա բրենդերը կարողանում են, կազմակերպությունները կարողանում են կապ հաստատել ինֆլուենսերների հետ, որոնք շատ մեծ դեր են խաղում, ոնց դրա էլ արդեն մենք որպես շատ մեծ շուկա է ստեղծում այդ ստարտափի համար եւ դա իսկապես գրավիչ է, որ ու ելի եմ ասում, մեր մոտ մասնակցությունը 10,000 դրամից է։ Երկրորդ պրոդուկտ ունենք, որ ես կլինեմ ներդրողներից մեկ անպայման Սամսոն, այսպես պաշտոնապես հրապարակեմ, որ երկրորդն էլ ասեմ, որը մենք տեսեք, մենք ունենալ ենք շատ քիչ քանակով ստարտափներ, բայց շատ որակով։ Այսինքն մենք մեր մոտ շեշտը լավ որակն է, այսինքն լավ հեռանկարները։ Ստարտափում ներդրում անելիս մենք վերցնում ենք մեծ ռիսկ։ Երբ որ մեծ ռիսկ ենք վերցնում, պետք է իր եկամտաբերության սպասելիքները համաչափ լինեն ու ըստ դրա էլ այդ բոլոր կրիտերիաները։ Երկրորդ ստարտափն է եւս նշեմ, որը շատ լավն է, դա կոչվում է R-Blocks։ R-Blocks-ը ուրեմն աշխատում է data center-ների հետ,
ու քանի որ մենք գնում ենք դեպի արհեստական բանականություն, data center-ների բաները տրամաբերմացություն շատ աճում, իրենք աշխատում են նվազեցնելով իրենց էներգատարությունը, computing efficiency-ն են բարձրացնում եւ կիբերամտանգության վրա շատ եւս լավ հեռանկարներ ունի, շատ արագ շուկա եւ շատ մեծ։ Դենց որ երկուսն էլ շատ լավն են ու կարեւորը ստարտափներում անելիս այն է, որ մենք դիվերսիֆիկացված ներդրում անենք։ Այսինքն 30 հատ ոնց որ VC ֆոնդն է ներդրում անում 20-30 հատի մեջ, նույն ձևով է մենք են խորհուրդ տալիս, համ լավ պրոդուկտ ենք տալիս, ասում ենք, այս լավ ստարտափ է, համ մոտեցումն ենք ասում, այս ամենալավ մոտեցումն է, որ դու դիվերսիֆիկացված ձևով, ոչ թե մի հատի մեջ ասես, այս մեկը լավն է, այս մեկը վատն է, չեմ հավատում, այլու 20-30 հատի մեջ քիչ-քիչ ներդրում անես ու կստեղծես քո փոքր մինի VC ֆոնդը։ Ինչպես ասեմ, բոլոր ձևերը նույն կողովի մեջ չտեղավորել, որպեսզի կորցնելուց բոլորը չկորցնես կամ ինչպես նշեցիք դիվերսիֆիկացվի։ Որտեղ իրաց 20-ից 20-ը կարող է գումարը կորցնես։ Այն 5-ը կարող է գումարը ինչ-որ չափով հետ բերես մի քիչ պլյուսով, բայց այն մի 2-ը 3-ը կարող է դառնան այսօրվա Easy Mark-ը, Code Signal-ը, Pixart-ը եւ այլն, որոնք շատ մեծ Crisp-ը իհարկե շատ մեծ հաջողություններ ունեն։ Այսինքն ամբողջ այդ դիվերսիֆիկացումը կարևոր է շատ տեղեր, բայց ստարտափների առումով շատ ավելի կարևոր է։ Այստեղ հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել, Սամսոն, քանի որ ձեր հիմնական գործունեությունը, փորձառությունը ամբողջությամբ կապված է ստարտափ ոլորտի ու ստարտափ էկոհամակարգի հետ, կառանձնացնեք այն հիմնական հիմնախնդիրները, մարտահրավերները ու նաև հնարավորությունները, որ դուք տեսնում եք այս ոլորտում։ Եթե այսպես հարցը ձևակերպեմ կամ վերաձևակերպեմ, 5 տարի հետո այս ոլորտում ինչ հիմնախնդիրներ հաղթահարած կլինենք եւ ինչ հնարավորություններից օգտված կլինենք։ Որպես հանրություն, թե որպես հանրություն։ Այո։ Տեսեք, սա խոսեցինք նաև ձեր գոլեգայի հետ, երկրների առաջընթացը զարգացումը կախված է ոչ թե կախված է, այլ սկզբից պետք է ներդրում անես կրթության մեջ, դրանից հետո ներդրում անես տեխնոլոգիայի նորարարության մեջ, մնացածը գալիս է դրանից հետո։ Տնտեսություն, մրցակցություն եւ այլն։ Այսինքն այդ գլխավոր, ասես շարժումն է, էլի սկզբից գիտություն, կրթություն, հետո տեխնոլոգիա, նորարարություն։ Ըստ դրա, եթե մենք որպես հանրություն սկսենք մասնակցել, խրախուսենք թե գիտությունը, թե նորարարությունը որպես հանրություն, այլ ոչ թե մի 5 հատ ֆոնդ, 100 հոգի հրեշտակ ներդրող, դա լրիվ այլ հեռանկարներ է ստեղծում, այսինքն շատ ավելի զարգացած, բարգավաճ, հարուստ երկիր ենք ունենալու, ու ըստ դրա ոչ թե ավտոնոմ ինչ-որ սեկտոր սա լինի, այլ մենք բոլորս հասկանանք, տեսնենք ու մասնակցություն ունենանք ու գումար աշխատենք դրա վրա, որտեղ ի վերջո էլի մեր բոլորիս խնայողություններն են, մենք բոլորս այդ քրտնաջան աշխատանքով աշխատել ենք ու պետքա ճիշտ ներդրում անենք ու դրանից գումար ստանանք, բայց դու ստեղ համ գումար ես ստանում, համ աջակցում ես երկրի զարգացմանը։ Հայկական ստարտափերի կայացմանը։ Շատ շնորհակալ եմ, Սամսոն, իրականում կարևոր թեմային նաև այն, քանի որ ինքս էլ բավականին շատ առնչություն եմ ունենում երիտասարդների հետ, փորձել այդ ներդրում կատարելու, առաջինը ֆինանսների մի մասը խնայելու, ճիշտ ներդրումներ անելու եւ սովորույթը, գիտելիքը, փորձը սերմանել, որպեսզի նաև մենք ինքներս սատար լինենք հայկական ստարտափերի աճելուն, զարգանալուն, ինչու ոչ նաև միջազգային շուկա դուրս գալուն։ Եվ այստեղ ուզում եմ ձեր հիմնական խորհուրդը, միտքը, ուղերձը այն բոլոր անհատներին, ովքեր որ մեր այսօրվա հաղորդումն են նայում, նշեցինք բավականին շատ նաև Equify-ի մասին, ինչ խորհուրդ կտաք նաև ինչպես դիմեն, ինչպես այցելեն, ինչպես ծանոթանան նախագծերին։ Տեսեք, մեր մոտ շատ հեշտ է գրանցումը, 2-3 կոճակ սխնելով։ Հարթակները հիմնականում որտեղով եք ներկայացված։ Բացի պաշտոնական կայքից։ Չէ, բացի կայքից, LinkedIn-ն է, Instagram-ն է, YouTube-ն է, Facebook-ն է նաև իհարկե։ Equify.com-ով կարանք մտնենք, շատ արագ գրանցում է, բացվում է edge-ը, դրա մենք կարանք արդեն նայենք ստարտափների մասին ծանոթանալ, թե Viral Mango-ի, թե Arvlox-ի, տեսնել ոնց է այդ ամենը, հաշիվ արդեն այնտեղ պետք է նաև մեր անձնագրի պատճեն եւ այլն, ամենը պետք է անցնենք։ Հետո այդ նույն բաժնետոմսերը, որ ձեռք ենք բերում, գրանցվելու են դեպոզիտարիայում, այսինքն ամեն ինչ պաշտպանված է։ Մեր ֆինանսական համակարգը, կասեմ, շատ լավ կարգավորված է, վերահսկվող է, այսինքն բավականին մեծ առաջընթաց ենք ունեցել եւ մենք այս փուլը լիցենզավորման, գրանցման շատ բավականին երկար է տևում ֆինանսական կազմակերպության համար, բայց մյուս կողմից ինքը շատ է բարձրացնում ներդրողների պաշտպանությունը եւ ըստ դրա կարակ մտնել գրանցել, բայց նաեւ կխրախուսեմ, ելի եմ ասում, մենք
ամեն անգամ բոլորին նշում ենք ստարտափն այն ինչ որ մենք անում ենք շատ կարևոր է, շատ լավ առաքելություն է, մենք ինքներս ենք ուրախ եւ օգտագործելու ապրանքը մեր բոլոր ցանոթներով, բանակամներով եւ այլն, բայց նաեւ կարևոր է, որ բացի ստարտափներից մեր տեղերում նաեւ ներում անենք։ Ստարտափները ռիսկային են, պետք է այդ էլի եմ ասում են 10 ստարտափները լինեն, այն 90-ը լինեն այլ բաժնետոմսեր, չգիտեմ, դրսում, Հայաստանում, պարտատոմսեր, ավաններ եւ այն, դա շատ կարևոր է։ Դիվերսիֆիկացված մոտեցում, որի մասին նշեցիք։ Այո։ Դենց որ բայց մտեք, ուսումնասիրեք, նայեք, հետևեք մեզ, LinkedIn-ով երևի ամենաակտիվն ենք, շատ մասնագիտացված խորհուրդներ ենք տալիս մեր ու ընկերությունն էլ մենք ունենք լայն խորհուրդ հանձնաժողով, դենց որ մեր բոլորիս կողմից այդ մաքսիմալ բանը փորձը կիսվում ենք դրա հետ։ Շնորհակալ եմ շատ, ուզում եմ նաև մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնել, որ իրենք կարող են հետևել նաև ձեզ Սամսոն Ավետյան Facebook-ով, LinkedIn-ով առավելապես, մասնագիտական հրապարակումները առավելապես այնտեղ եք անում եւ եթե որևէ հարցեր ունեք խորհրդատվության, գիտելիք փորձի վերցնելու, կարծում եմ դուք էլ մեծ պատրաստակամությամբ կարող եք կիսվել ու մեր այսպես պոտենցիալ ներդրողներին ուղղորդել, որպեսզի իրենք ավելի ճիշտ ու գրագետ գործողությունների միջոցով հասնեն մեր հայկական ստարտափերում ներդրումներ իրականացնելու։ Առաջիկայում ծրագրեր ունեք, որի մասին կուզենաք լուսաբանել, Սամսոն, որը որ կարծում եք կարևոր է մեր ռադիոլսողների, ռադիոդիտողների համար։ Ինչ որ պահի եւս ունենք, բայց այս պահին չափազանց մեծ գործ է արված այս ամիսների ընթացքում ու այս գործը շարունակաբար է լինելու, որտեղ շատ պետք է աշխատենք, որտեղ այդ online-բենք ու հանրության ավելի մեծ խավերը մասնակցեն, տեղեկացված լինեն։ Դրանից հետո, չգիտեմ, գուցե մի հատ եւս աշխատենք ակսելերատորի շուրջ, այսինքն ավելի կրթական մասով ստարտափների համար կամ չգիտեմ, աշխատենք իրանց հետ, բայց այս պայն այնքան շատ է գործը այս մեկնարկից հետո, որ դեռ փորձենք կենտրոնացել ենք դրանք իրականացման վրա։ Շնորհակալ եմ շատ, Սամսոն, բավականին հետաքրքիր զրույցի համար ու ինչպես յուրաքանչյուր հաղորդման վերջում նշում եմ, չենք մոռանում անդադար կրթվելու, համագործակցելու, փոխօգնության մասին, բոլորիս գործերին մեծ հաջողություն, շատ կարևոր առաքելություն եք վերցրել ձեզ վրա ու վստահ եմ այս ճանապարհին կհաջողեք։ Իհարկե յուրաքանչյուրից նաև ներդրումը ունենալով։ Աշխատանքի միջոցով այո, հաջողությունը հենց որ պետք է աշխատել։ Շնորհակալ եմ շատ, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ցանկանում եմ հիշեցնել, որ գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն էր Equify ընկերության ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը։ Շնորհակալ եմ։